Ժողովուրդ ջան, մի քիչ շարունակեմ այս թեման Սփյուռքի հետ կապված։ Մեր Սփյուռքը երբ է ձևավորվել, հիմնականում ձևավորվել է 1915 թվականից հետո։ Ու մենք Սփյուռքում ունենք այնքան հայրենակիցներ, որոնք շատ հայրենասեր են, շատ ժամանակ նաև մենք կարող այդքան հայրենասեր չենք, ինչքան իրանք են հայրենասեր։ Ու այդ մարդկանց այսօր մենք փորձում ենք դուրս թողել Հայաստանի օրակարգից։ Մեր իշխանությունները ասում են, որ իրանք պատասխանատու չեն Սփյուռքի ժողովրդի համար։ Սփյուռքի ժողովուրդը ինքը իր գլխի ճարը պետք է տեսնի, եթե ինչ-որ խնդիրներ ունի։ Այսօր հրաժարվում ենք մեր ազգային սիմվոլներից։ Արարատ լեռը այլևս էլ մերը չի, ժողովուրդ ջան, պետք է Արագածը արդեն պաշտենք, երևի թե պետք է աստվածաշնչում էլ փոխենք, երևի թե Արարատի փոխարեն լինի Արագած։ Բոլոր Արարատ անունով մարդկանց, այդ թվում իշխանությունների մեջ եղած մարդկանց երևի պետք է Արագած փոխեն անունը։ Ու այսօր մեզ ինչ են ուզում համոզել, որ մենք չունենք որևէ ազգային սիմվոլ եւ որևէ բան, որը որ Հայաստանի սահմաններից դուրս է, ու շատ անտրամաբանական է, որովհետև աշխարհում մոտավորապես տարբեր գնահատականներով 10 միլիոն հայ կա, որից ընդամենը 3 միլիոնն է Հայաստանում ապրում։ Ու եթե այդ ամեն ինչը պետք է մենք ընդունենք, պետք է մոռանանք 7 միլիոն Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների։ Իսկ մենք չենք մոռանա այդ մարդկանց, որովհետև այդ մարդիկ մեր մեծ ընտանիքի անդամներ են, որովհետև այդ մարդիկ իրանց երկրներում պահում են հայկականը այնքան բարձր, որ մենք անգամ Հայաստանում չենք էլ պատկերացնում, որ կարելի է լինել այդքան հայրենասեր։ Գնացեք Լիբանան, գնացեք Ֆրանսիա, գնացեք Ամերիկա, տեսեք ինչքան հայրենասեր հայեր կան այդ երկրներում, որոնք այնքան բան են ուզում անել Հայաստանի համար, որ ուղղակի չեք կարող պատկերացնել։ Դրա համար մենք բոլորս հիմա պետք է ողջունենք Բուենոս Այրեսից Սիդնեյ, Օսլոից մինչև Յոհանեսբուրգ բոլոր հայերին, ողջունում ենք բոլոր հայերին, աշխարհի բոլոր հայերին։